ժողովրդական երաժշտության մի ճյուղը, որը ֆոլկլորն է, մաքրամաքուր գեղջուկի երաժշտությունը, դա չկա, ես զբաղվում եմ դրանով, 30 տարի զբաղվում եմ, չկա այդ այլանդակությունը, այդ կլկլոցները, այդ անհասկանալի լադերը չկան, մեր մտածողության մեջ չի, դա 18-րդ դարից դասակարգվում է այդ գիտելիքը, այսինքն գիտելիքը, տեսական միտքը ձևավորվում է եղած երաժշտության հիման վրա, չէ, մենք ունենք այդ մեծերին, Կոմիտասը եկել ուղղակի գլխել է, կանգնել է, թագն է այդ ամենի, բայց այդ ուսումնասիրությունների մեջ այն երևույթները, որ այսօր մեզանում կան, չկա դա։ Որտեղից հայտնվեցին դա։ Ես չգիտեմ։ Մի պրոցես թե գիտի, խնդրեմ։ Դուք եք մասնագետ սիստեմներով նայենք, լիդիական, պրուգիական եւ այլն, նայում ենք լադային սիստեմներով։ Լադերը մենք ունեցել ենք, լադերը եղել են ինչի պատճառով, որովհետեւ մենք խառնվել ենք այլ ազգերի երաժշտական ճաշակները մեր խառնվել են։ Լադերը ունեցել ենք, իսկ զարդերը, մելիզմները եւ կլկլոցները արդեն քանի որ էլի եմ ասում, մենք ես որպես հայ ազգի ներկայացուցիչ, ինչ որ չափ ես եմ օտարամոլ, դու ես օտարամոլ, ռոքն ես չի որ հայկական երաժշտությունը։ Այդ ամեն ինչի հետևանքով, որովհետեւ մենք սկսել ենք խառնել կողքի ազգերի երաժշտությունը մեր ազգայինին, սկսվել է ճամփա լադերը